մեղքը դա պատնեշ էր, դա Աստծո հետ անհաշտության այն արգելքն էր, որ Հիսուսը վերցրեց դա։ Վերցրեց իր խաչի փառավոր հաղթանակով։ Հիսուսը իր արյունը թափեց, Հիսուսը չարչարվեց, խաչի վրա մեռավ մեր մեղքերի ու հանցանքների համար, որպեսզի արգելք չլինի մարդ եւ Աստված հարաբերության մեջ։ Մարդ եւ Աստված հարաբերության մեջ միջնորդ չկա։ Չկա ոչ մի սուրբ, չկա ոչ մի հրեշտակ, չկա որևիցե մեկը, որ միջնորդի մեզ Հայր Աստծո հետ։ Ավետարանն ասում որ մեկ բարեխոս կա, դա Հիսուս Քրիստոսն է, որ բարեխոսում է հոր առաջ մեզ համար։ Մեր բոլոր աղոթքները, մեր բոլոր խնդրանքները հասանելի է դարձնում Հայր Աստծուն։ Հիսուս Քրիստոսն է, որ խաչվեց եւ դարձավ միջնորդ։ Միջնորդի իրավունքը ոչ մի սուրբ չունի, ոչ սուրբ Հովանես, ոչ սուրբ Մաթեոս, ոչ սուրբ Ղուկաս, Ղազա, չկա այդպիսի մեկը։ Ոչ սուրբ Սարգիս, նամանավանդ ինչ-որ Վալենտիններ։ Հիսուս Քրիստոսը միայն։ Այդ մեծ արտոնությունը պատիվը ինքը վերցրեց սատանայի խավարի ձեռքից։ Նա արժանացավ այդ մեծագույն Տիտղոսի բարեխոսելու իմ եւ Աստծո միջև, քո եւ Աստծո միջև։ Ավետարանն է այդպես ասում, եւ ինչ որ ավետարանն ասում է, դա ճշմարտությունն է։ Եվ ավետարանն ասում է Պողոս առաքյալի միջոցով, եթե մեկը գա ավետարանի այն ինչ որ այստեղ գրված չի, ասում է նզովյալ լինի։ Գաղատացիների առաջի գլխում։ Նույնիսկ ասում է, եթե երկնքից հրեշտակ իջնի եւ ավետարանի այն ինչ որ մենք չավետարանեցինք, նզովյալ լինի։ Դրա համար ես ուզում եմ հայտնեմ քեզ, փոխանցեմ քեզ, որ մենք ուրիշ միջնորդ չունենք։ Մեր միջնորդը Աստծո եւ մեր միջև միայն Տեր Հիսուսն է։